Վերցվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շնորհակալ եմ բարի օր բոլորին, կաշխատեմ մի փոքր աշխուժացնել դահլիճ, որովհետեւ այս քաղաքի հետ շատ հաճելի եւ նաեւ հետաքրքիր հիշողություններ ունեմ։ Ու նաեւ ես էլ ուզում եմ իմ սիրելի Գյումրիին, մեր հայրենակիցներին բոլորին շնորհավորել երեք կատարված քվեարկության համար, որովհետև դա ժողովրդի որոշումն էր, դա ժողովրդի ընտրության մասին որոշումն էր, եւ ես նույնպես այն համարում եմ ինձ համար անձնական տոն, հաջողություն, որովհետև 2004 թվականը կլիներ Հովսեփը հավանաբար պիտի հիշի, երբ անդամակցել էինք այդ պահին չէինք անդամակցել, բայց Ժառանգություն կուսակցության համար պատրաստում էինք ծրագիրը եւ թերևս առաջին անգամ քաղաքական կուսակցության ծրագրում խիզախորեն դրվեց Հայաստանի Եվրոմիությանը Հայաստանի լիարժեք անդամակցության նպատակը ինձ համար, Հովսեփի համար, այստեղ շատ ընկերների, այդում եւ Լևոնի քաղաքասարակության մյուս այլ անդամների, ովքեր այդ տարիներին մեր հետ միասին էին, տարբեր դաշտերում, տարբեր ուրեմն կարգավիճակներում, երկար սպասված ճանապարհ, երկար սպասված հանգրվան էր, եւ ցավում եմ, որ դա այսքան տարիներ խլեց Հայաստանից։ Դրա հասկանալը, դրա կարևորությունը, անվտանգային զարգացման, ապագա ունենալու, երեխաներին հայրենիք թողնելու, պետություն, անգամ պետականություն թողնելու առումներով, ցավոք սրտի դրա իմաստը, նշանակությունը հասկացվեց միայն ու միայն մեծաղետից հետո, որը մեզ վրա հասավ 20 թվականին եւ դրա համար կրկնում եմ իմ համար էլ անձնական այն մեծ ձեռքբերում էր, նվաճում էր, տոն էր եւ թերևս նաեւ այդ ամբողջն էր պատճառը, որ ես իմ կամքին հակառակ իդեպ, բայց ի բարեբախտություն ինձ կապեցի Գյումրիի հետ, որովհետեւ 2007-ին ընտրվելով համապաստական ընտրակարգով պատգամավոր, դեզանը շատերը կհիշեն, այնուամենայնիվ մենք կցվեցինք տարբեր մարզերին եւ իմ կուսակցությունում ինձ չկցեցին իմ հարազատ մարզին Տավուշին, այլ կցեցին Շիրակի մարզին, Գյումրի քաղաքին, եւ ես պատիվ եմ ունեցել 5 տարի գալ այստեղ ամենամիս ընդունելություն կազմակերպել, գալ այստեղ ձեր հետ միասին, ուրեմն այդ վախի մթնոլորտում, այդ սարսափի մթնոլորտում, այդ կեղծիքի մթնոլորտում ձեր հետ միասին քայլել շեղբի վրայով, երբ երկու մրցակից թեկնածուների բանդաները միմյանց վրա զենք էին պահում, երբ ահաբեկվում էր մի ամբողջ քաղաքի բնակչություն քվեարկելու կոնկրետ ձևով, կաշառվում էր մի ողջ քաղաքի բնակչություն ուրեմն ստրկացվելու եւ իր քվեն հանձնելու համար, մենք այդ բոլորը անցել ենք այս քաղաքի խիզախ քաղաքացիների հետ միասին։ Եվ գիտեք, ինձ համար զարմանքը, ես առաջ անգամ Գյումրի այցելել եմ 2007 թվականին, պիտի չթաքցնեմ, բարեկամ չունեինք եւ առաջին անգամ երևի քաղաքական գործունեությունն էր, հասարակական գործունեությունն էր, туриզմը դե զարգացած չէր, որ գայր մի հյուրատուն լիներ, քաղաքները վիճակում չէր, դուք ինձանից լավ գիտեք, որովհետեւ ես առաջինը մտել եմ այս քաղաք, մեր հայրաքաղաք, ու ապշել, որ կարող է նման բան լինել 88 թվականի ավերից հետո դեռևս լինել ու ապրել, ստեղծագործել, քայլել աղետի գոտում եւ աղետի գոտու մեջ ու աղետի հետևանքների մեջ։ Հիմա այդ նույն թեկնածուները մի խնդիկ են եղել, մի քեֆ, մի ուրախություն, նայում ես դեպքերի ջպիտը չի պակասում, կատակում են, ստում են, կեղծում են, ձերբարդում են, ասես իրենց ժամանակ չի եղել, ասես իրենք հաշվետու չեն, իրենք պատասխանատու չեն ամեն ինչի համար, ինչը որ պիտի արվեր դեռևս տասնամյակներ արված այս քաղաքի համար, որտեղ ասֆալտը, չգիտեմ, որ թվականն են իմացել, թե ինչ բան է, ի նկատի չունեմ խորհրդային շրջանը, բայց անկախությունից հետո
որտեղ ուղղակի չեն տրտնջացել, չեն կախվել ոչ մեկից, ոչ դոմիկներում ապրող բնակիչների մեծաթիվ թվի համար, ոչ քաղաքի երկրորդ քաղաքին չպատշաճող վիճակի համար, իրենք այդպես են պահել իրենց վիլլաներ, իրենց տղյակներ, իհարկե ոչ, նայեք, վեր են խոյանում, այստեղ բոլորը մի հարկանի են, կողքը երկու հարկանի է, բոլորը գիտենում է պատկանում դա, ինչպես է դա աղավաղում այս Նվարդ Մանասյանին հիացրած և բոլորիս հիացրած այս փողոցի տեսքը, բոլորը գիտեն, առանց ամոթի կարող են ուղղակի դուրս գալ տեսախցիկների առաջ, դուրս գալ մարդկանց առաջ և այո, առանց մեղքի զգացումի, առանց մեղայականի հավակնել նորից քաղաքի պաշտոնը։ Տալ Աստծո անունը, այո, և դրա համար և այս ամեն ինչը պատմում եմ, որովհետև այս ամեն ինչի վկան մենք բոլորս ենք եղել, նաև ես եմ եղել, ձեր հետ միասին, ձեզանից քիչ, բայց ամիսը մեկ անգամ, երբ գալիս էիք քաղաք, ընտրողների հետ հանդիպման, երբ գալիս էիք գալա հեռուստաընկերություն պաշտպանելու Լևոնի և մյուս խիզախ ընկերների հետ միասին այդ հեռուստաընկերությանը փակվելուց, որպեսզի ընդդիմադիր խոսք լինի, որպեսզի Լևոնի և նրա այլ արժանապատիվ ընկերների հետ միասին Գյումրիում պահվի խոսքի ամբիոնը, ազատ խոսքի ամբիոնը, որ այս քաղաքում տոտալ բռնատիրություն չլինի, այդ ամեն ինչ անցել ենք բոլորս, և այդ ամեն ինչում գիտեմ Լևոնը փայլում է իր համեստությամբ, իր մասին չի խոսում, ես դրա համար եմ հատուկ շեշտում, թե ինքը ինչ է արել, կամ ես չեմ մոռանա, որ նույն վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների համար կայացված որոշման դեմ Գյումրիում էր ընդուզումը, որում նաև անուրանալի էր Լևոնի ներդրումը, Լևոնը միշտ կանգնած է եղել, Լևոնը միշտ ձերն է եղել, այնպես չի, որ հիմա է բուկլետների վրա գրված ձեր Լևոնը, Լևոնը միշտ ձեր և մերն է եղել, կամ նույնը Լևոնը համենայն դեպս ապրիլի 23-ին 18 թվականի ապրիլի 23-ին 3-4 ձերբակալվածներից մեկն էր, Նիկոլ Փաշինյանին ուրեմն ձերբակալել էին և տեղափոխել էին հասարակության համար անհայտ վայր, Լևոնը, Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը ձերբակալվել էին բնականաբար խաղաղ ուրեմն հավաքի մասնակցելու մեղադրանքով, Լևոնը առաջնագծում է եղել միշտ, Լևոնը լիդեր տղա է, ձեր Լևոնը, մեր Լևոնը առաջնորդ է, Լևոնը երբեք չի ընկրկել ամենամեծ մասշտաբի անգամ անարդարությունից և անկախ նրանից Լևոնը պիտի հիշի Գյումրիի քաղաքապետի ընտրությունների երկու թիմերի միջև, երբ անգամ քայլելը նրանց թաղամասերում վտանգ էր։ Եվ Լևոնը, ես և նաև այլ խիզախ մարդիկ այդ ամեն ինչը տեսել ենք, ապրել ենք, հետո ինչ որ Լևոնը այսօր չի ասում, հայ դեպ եղբայրս նաև մեծագույն պատիվ ունեմ հպարտանալու իրանով, որովհետև ինքը շինարարական մեծ կազմակերպություն է ղեկավարում և ղեկավարել և 88 թվականից վերադարձել է Գյումրի, երկար տարիներ կառուցել է այս քաղաքը, իրան թույլ չի տվել մի անգամ ասես Գյումրի քաղաք կառուցել եմ, ասենք հիմա ինչ որ թեկնածու հայտարարում է, որ ինքը քաղաք կառուցել է, ոչ Քրքորյանի փողերը, ոչ պետության բյուջեի միջոցները, ոչ միջազգային կազմակերպությունից ստացված վարկերը, որոնք վճարում ենք ձեր հետ միասին սիրելիներս և վճարելու են մեր զավակները, ոչ բարերարները, ոչ այն շինարարական ընկերությունները, որոնք այդ ամեն ինչը նյութականացրել և վերենացրել պատմական շենքերի, ինքը կառուցել է, պատկերացնում եք։ Դրա համար, գիտեք, այս ամեն ինչը ինձ համար զվարճալի կլիներ, եթե ես չտեսնեի, թե ինչպես է սուտը, կեղծիքը, զորբայությունը, լացիրակությունը և ամեն ինչ սկսում վերադառնալ, եթե մենք մի պահ տեղի տանք։ Ես դա տեսնում եմ։ Եվ դա թող տեսնեն բոլոր գյումրեցիները։ Չէ ուզենա ասել բարի ճաշակում այդ ամեն ինչին, որովհետև դա բացարձակապես իմ եղբայրներին և քույրերին այսպես ուղղված
ամենևին բարի խոսք կամ պատճառով խոսք չի լինի իմ կողմից, բայց այո, ընտրությունը շատ ճակատագրական է։ Այո, 2018-19-ի ոգևորության ընտրություններից հետո չեմ ուզում ասել թևակողել ենք հիասթափության ընտրություններ, բայց սթափության ընտրություններ են սրանք։ Սրանք սթափության ընտրություններ են։ Եվ այս ընտրություններում թերևս չափազանց կարևոր է թույլ չտալ ետշրջետանիվը, այն փոփոխությունները, որոնց համար պայքարել է հասարակությունը ողջ Հայաստանում եւ քաղաքացիական հասարակության շրջանակներում պայքարել տարիներ, կյանքի լավագույն տարիները դրել ինչպես Լևոնը իր երիտասարդության լավագույն տարիները մոնիտորինգի, հակակշռման, թափանցիկության ապահովման եւ այլ գործերում։ Ես ինձ հուշում եմ, որ ես պիտի ավարտեմ, ուղղակի հետևյալն ասեմ, սիրելի գյումրեցիներ, նրանք, ովքեր դժգոհ են իշխող կուսակցության կամ նրա թեկնածուի կառավարումից եւ ուզում են տեսնել մեծ արագություններ, մեծ պրոֆեսիոնալիզմ, Հովսեփ Խուշուջյանը հիշեցնում է ծրագիր չգրելու կարողություններ, ես ձեզ ասեմ, Լևոնը նաև այդ դաշտը մրցակիցը չունի, բոլոր ներկա թեկնածուների մեջ, որտեղ նա լավ գիտի ինչ բան է fundraising, նա լավ գիտի ֆոնդի հայթայթման ձևեր, ծրագիր գրել եւ այլն, եւ այս առումով, եթե գյումրեցին, որը այո, կանգնած է դեռևս 18 թվականի փոփոխության կողքին եւ ուզում է մեծացնել արագությունը, ապա ձեր լավագույն թեկնածուն միևնույնն է, առանց այլընտրանքի Լևոնն է։ Նրանք, ովքեր հուսահատված են, հիասթափված են եւ ուզում են ընտրել որևէ դիմադիր թեկնածուի, ապա եկեք ես ձեզ մի բան բացեմ փակագծերը։ Դուք կատարելու եք այն, ինչ ուզում է իշխանությունը, որտեղ ես օրեր առաջ եմ գրել։ Եթե Գյումրին ունենա անցյալից եկած որևէ նախկինի որպես քաղաքապետ, նրա առջև ընդամենը մեկ անգամ այս իշխանությունը կամ քննիչը բացելու է քրեական օրենսգիրքը եւ դա հանկարծ չմտածեն այդպես քվեարկող ընտրողները, որոնք ընտրում են հակակշիռ այս իշխանությանը։ Նրանցից որևէ մեկը իրենց գլխին թափված քրեական հոդվածների տակ չի լինելու ընդդիմադիր այս իշխանությանը։ Այս իշխանությանը կարող է այլընտրանք, հակակշիռ, ընդդիմություն լինել մարդ, որը չունի ապօրինի գույքեր, չունի հանցագործություններ, չունի որևէ կոմպրոմատ, հետևաբար մնացած բոլոր թեկնածուների էջերը փակեք, վերաթերթիկները վերցրեք եւ դրեք այն կողմ։ Դուք ունեք անգամ դուք, եթե դժգոհ եք ներկա իշխանություններից կամ նրանց թեկնածուից, միևնույնն է, ձեր համար ընդդիմադիր թեկնածուի ամենալավագույն ընտրությունը էլի մնում է Լևոն Բարսեղյանը։ Եվ վերջապես, եթե դուք ուզում եք, տեսեք, մենք խոսում ենք հիբրիդային սպառնալիքների մասին, մենք խոսում ենք, որ մեր պետականության վերացման հարցում շահագրգիռ պետություններ կան, անգամ ցավոք սրտի թղթով դաշնակից, որ մեր եվրոինտեգրումը ետ շրջելու հարցում ունենք նաև հակառակորդներ, այս տարածաշրջանում դրանից դուրս։ Այդ ամեն ինչը պահողը միայն զինվորը չի, սիրելիներս։ Այս ամեն ինչը անշրջելի պահողը միայն զինվորը չի, միայն բանակը չի։ Այս ամեն ինչը անշրջելի դարձվելու է, պահվելու է եւ դրա թվեն պաշտպանվելու է նաև ձեր այս քվեարկությամբ։ Հետևաբար, եթե ուզում եք պաշտպանել Հայաստանի տեսլականի անշրջելիությունը, եթե ուզում եք քվեարկել եւ թույլ չտալ ստի վերադարձը, զորվայության վերադարձը, կեղծիքի վերադարձը, թալանի վերադարձը, շահագործման ու ստրկության եւ ֆեոդալիզմի վերադարձը, ապա մենք բոլորս ունենք մեկ ընտրություն։ Ընտրում ենք Եվրոդաշինք, համար 6, մեր եւ ձեր Լևոն Բարսեղյանին եւ իր բոլոր ընկերներին։ Հաղթանակ Գյումրիին։